Գիտի ինչպես շունչ տալ արդեն անհույս արտադրությանը։ Գիտի ինչպես գրավել այնպիսի մեծ ու ժամանակակից քաղաքի սիրտը, ինչպիսին Չարեն Ցավանն է։ Գիտի նաև ինչպես հանդարտեցնել պատգամավորական գրքերը։ Ինժեներից մինչև Հայաստանի Հանրապետության վարչապետ ու ազգային ժողովի նախագահ։ Այսպիսին է նա, Խոսրով Մելիքիչը, նույն ինքը Խոսրով Հարությունյանը։ Այսօր մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ, ազգային ժողովի նախկին նախագահ, ներկայում ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը։ Համեցեք։ Բարև ձեզ։ Պարոն Հարությունյան, դուք հաջողակ մարդու համարում ունեք։ Ասում են, ինչ ձեռնարկում եք, անպայման հաջողությամբ է ավարտվում։ Չէիք ասի, որն է գաղտնիքը։ Ճիշտ ասած, կարծում եմ հաջողության համար, հաջողության հասնելու համար հաջողակ լինել արժե։ Այսինքն հաջողակ լինելը հաջողության գրավականներից մեկն է, բայց ոչ ամենագլխավորը։ Իսկ ամենան աշխատասիրությունը, կարծում եմ, իմ պատկերացմամբ։ Նպատակին նվիրված լինել, համոզված լինես, որ դու կարող ես դա իրականացնել, դու կարող ես դա անել։ Ենթադրում եմ, որ դա հաջողության ավելի անհրաժեշտ, հաջողության հասնել ավելի անհրաժեշտ գրավական է։ Գնանք մանկություն մեծացել եք բանվորական ընտանիքում, հաստատ տեսել եք, որ ձեր ծնողները հեշտությամբ գումար չեն աշխատում, չէ՞։ Այո։ Ինչ հետք է թողել դա ձեր կյանքում։ Ճիշտ ասած, ես առաջի անգամ այդ դժվարությանը, ոնց որ ասում են, թե ինչքան դժվարությամբ են հաց աշխատում, հա, հանդիպել եմ, երբ որ արդեն ինստիտուտի առաջի կուրսում էի։ Եվ այսպիսի մի ամառը ուսանողական ընկերները որոշել են գնալ ծովափ։ Այնտեղ գնում ենք տոմս առնելու, պետք է տոմս գնենք ինքնաթիռի, մեկն ասեց, գնամ տնից կբերեմ, բան, ես էլ ասի լավ, ես կմտնեմ հորիցս կվերցնեմ, հայրս աշխատում է ռետինոտեխնիկական իրի գործարանում, բան որ, եւ ընդմիջման ժամ էր, գնացի, որ հորս հանդիպեմ, փող վերցնեմ տոմս գնելու համար։ Ճիշտն ասած, որ մտա գործարանի բակ, նստոտած էին ավելի շուտ այս պուարակի մեջ, սև, ամբողջությամբ սև, մուրոտ դեմքով մարդիկ, միայն շուրթերն էր կարմիր եւ աչքերն էին ներևում ու խմում էին մածուն։ Ճիշտն ասած, դրանց մեջ հայրս էր, բայց ես իրան չէի կարող տարբերել, որտեղ համարյա թե բոլորը նույնն է։ Ունենց միցակ չտեսնելով իրան, արդեն հետ էի դառնում, հայրս մեկը լսեց, Խոսրով ինչ ա պատահել։ Հայրս մոտեցավ, անկեղծ ասած ես շասի ինչ ա պատահել։ Ասի էջ անցնում է, ասի տեսնեմ ոնց ես, բան եւ բանման չի, ասի չէ, բան չի պատահել։ Ճիշտ ասած գնացի ես այդ օրը Կիրովի անվան գործարան եւ երկու գիշեր վագոն դատարկեցինք երկու ընկերոջով եւ մենք ունեցանք արդեն ձեռք բերեցինք այդ մեր ոնց որ ասում են ծովափ գնալու աշխատանքի ծախսերի համար անհրաժեշտ գումարը։ Անկեղծ պետք է ասեմ, ես այդ ժամանակ զգացի, թե այ որ երբեմն ես մի քիչ կոկիկ հագնվում եմ, թե ինչքան դժվար է տրվում իմ ծնողներին։ Եվ դա մնաց, երևի թե պատկերը։ Մնաց։ Դուք մեծացել եք Երևանի ամենահին, ամենաավանդական, ամենահայտնի թաղամասերից մեկում Կոնդում։ Ինչ է տպավորվել այդ տարիներից։ Գիտեք, երբեմն իրարամերժ տպավորություններ կա մեր հին թաղերից, բայց այդ հին թաղերում գործում էր միգուցե խիստ էին բարքերը, բայց կարծում եմ շատ մի արդարամիտ դրված կար։ Երբեմն հեղինակությունը պայմանավորված էր ոչ թե ֆիզիկական գերակայությամբ, այլ մտավոր կարողություններով։ Ոսի դուք հեղինակություն ունենաք, դուք նախավարաշ պետք է լինեք ճիշտ, արդարամիտ։ Իսկ դա նշանակում է լինել անհրաժեշտ մտավոր, հոգևոր ինչ-որ արժեքներ կրող։ Հոգևոր իհարկե պարտադիր չի, որ դուք Չարենցն ու Սևակը ճանաչեք, բայց կյանքի դպրոց դուք պետք է անցած լինեիք։ Այդ թաղերը դա են մեզ տալիս։ Ես համոզված եմ, որ ընդհանրապես մենք տղաներն առավել ևս ձևավորում են որպես այդպիսին անձնավորություն ընտանիքում, որովհետև ծնողները շատ բան են տալիս, բայց կայացման լրջագույն դպրոց բակն է։ Այդ փողոցային բակային մշակույթը ամեն դեպքում վերանում է։ Դա Այսօր։ Այո, դա վատ է, հա։ Ես
կիսեմ ձեր կարծիքը առավելևս եթե հաշվի առնենք, որ մեր երեխաների մեծ մասը իրենց օր անցկացնում են ինտերնետում, սոցցանցերում, այդ մշակույթը, որ շատ օգտակար է կյանքում։ Մենք անընդհատ հո ինտերնետը գրկած կոմպյուտերով չենք ման գալիս, չէ՞։ Կյանքում հազար մի հարցեր կան, սկսած։ Եթե այսպես շարունակվի, ինձ թվում է կարող է հենց դրան էլ հասնենք։ Բայց համաձայնեք, որ դա մեծ բաց թողում կլինի։ Ես Մարդկային կարծում շփում եմ, է։ մենք մեր զավակներ, ես կարծում եմ մենք ապրելու ամենածանր դժվար պայմաններին դիմանալու կամ դժվար պայմաններում լուծումներ գտնելու ավելի շատ ունակ էր մեր սերունդը, քան կարող է եկող սերունդը։ Միգուցե եկող սերունդին բաժին չգնի այն դժվարությունները կամ այնպիսի դժվարություններ, որ մեզ բաժին։ Միգուցե չեմ կարող։ Եվ դուք այսօր ապրում եք բարձրահարկում նորակառույց, որտեղ հաստատ այդ հարևանությունը, այդ հեղինակությունները չկան ձեր թորների համար։ Լավ, լսենք մի մարդու, ընդհատենք մեր զրույցը, ով կարող է պատմել ձեր մանկության մասին։ Խոսովի բնակարանը, տունը, այդ հին տանկով գնում ենք, այդտեղ էր իրանց սեփական տները, բայց սա քանդել են, դեղել հիմա ոչինչ չի մնացել։ Այ այն ճանապարհից, որ ֆիզկուլտուրա ենք անում, այն ժամանակ մենք երեխա ժամանակ շատ փոքր էինք, Երևանում էլ լավ ձուն էր գալի։ Վերևի փողոցից հաստ փայտի լիժաներ ունեինք։ Այ երեխեքը հազիվ էլ վերցնում էին շալակները, որ գնայինք հասնեինք այնտեղ, այն վերևից իջնեինք, բայց ոչ չէ բարձանում էինք։ Որ ամեն 45 րոպեում երկու անգամ հազիվ բարձրանայինք իջնեինք, էլի, դրանից ավել չէինք ամ։ Փոքր ժամանակվանից շատ ակտիվիստ էր, շատ ակտիվ էր ինքը։ Ինքը սպորտով էր զբաղվում, ինքը սկզբից գնաց վատերբոլ, հետո վատերբոլից հետո դուրս եկավ, գնաց երևի Հայաստանի առաջի ռեգբի կոմանդայում, ինքը խաղում էր, ռեգբի էր խաղում, տենց բան չկար։ Այստեղ Հայատում մի հատ ձեռի սարքած բան ունեինք, ծանդրաձող, մենք այն ժամանակ շտանգա ենք ասում։ Այդ շտանգայով պարապում էր ամեն օր։ Բայց դրա հետ միասին երաժշտություն էր սովոր գնում, բան վելաչել էր նվագում։ Մինչև հիմա էլ դաշնամուր է նվագում, գիտեք երևի։ Այս տարածքը, որ քայլում ես, նայում ես, որպես հին երևանցի, որպես այդտեղ մեծացած տղա, շատ բան ես հիշում էլի։ Գնանք 29 դպրոցից ցույց տամ, որտեղ որ սովորը վերջացել ենք։ Միշտ գնում էինք մանկական առավոտները, վազում էինք այնտեղ, մարզանք էինք անում, գալիս էինք։ Դպրոցում այն ժամանակ տանում էին էքսկուրսիաներ, դպրոցական արձակուրդներին, գարնանային արձակուրդներին, ձմեռու արձակուրդներին, մեզ գարնանային արձակուրդներին տարան Լենինգրադ։ Նու ցանկացողն են իհարկե, մենք իրար հետ գնացինք Լենինգրադ, ու դրանից հետո մենք արդեն դառանք անբաժան ընկերներ։ Խնդրեմ, ես էլ մեր դպրոցը, որտեղ սովորել ենք, ավարտել ենք, ես էլ Խոսրով Հարությունյանն եմ, հիմա Հանդարենք Մարգարյանի անունն է, իսկ այն ժամանակ համար 29 դպրոց, միջնակարգ դպրոց, անուն չունենք, որպես ընկեր, ոչ թե որպես աներզակ, ես իրան միշտ ընկեր եմ ասել ու ընկերել ասելու եմ։ Իմջալոց Ադամը, ճիշտ ասում, մենք նա կնոջ սեղբայրն է։ Պետք է ասեմ, որ ինքը շատ վստահելի անձնավորություն է։ Մի մարդ, որի վրա կարելի է հենվել։ Մի քիչ մնանք դպրոցում, խոսեցինք դպրոցական տարիների մասին, ձեր այսպես ասած լիդերային, ինչպես ասում էին այն տարիներին, կազմակերպչական ջիղը դեռ դպրոցից է իհատ եկել։ Եղել եք դասարանի ավագ եւ նույնիսկ կոմսոմոլի քարտուղար, կոմերցիության, չէ՞։ Было такое, Եվ ինչ որ դեպք է եղել այդ ձեր պաշտոնի հետ կապված։ Ինձ պաշտոնանք են արել, ասեմ դες կոմսոմոլի։ Ինչպես դի։ Դպրոցի կոմսոմոլի քարտուղարի պաշտոնից մեր ընկերներից մեկին մեր ֆրանս շատ համակրելի կին, արտակարգ համակրելի անձնավորություն ընկեր Համբարձումյանը ֆրանսերենի դասատուն շատ համակրելի արտաքինով, հասկանում եք, եւ իր էությամբ, բայց այնպես ստացվեց, որ կարծում անարդարացիորեն այդ մեր ընկերոջը երկուս նշանակեց, այսինքն պատրաստվում էր նշանակել։ Իսկ եթե նշանակել երկուս նշանակում էր քառորդը, երկուսի որ այդ տղան պետք է խնդիրներ ունենար, կարող է նույնիսկ դասարանում մնալու խնդիր առաջանար, սա էր, ընդ որում անարդարացի էր։ Այդ տվյալ դեպքում ուսուցիչին սխալ էր։ Ես խնդրեցի, ես իրան ասեցի մի արեք այդ բանը, որտեղ սենց նախ ճիշտ չէ, երկրորդը հետևանքներն էլ տղայի համար լավ չեն, ասես չէ, մենն է այսպես, ասում մի արեք, չէ կդնեմ, կնշանակեմ,
Ես ասում որ նշանակեք այս տիպված մատյանակ պատրան։ Ասես դե ես կնշանակեմ դու փորձի պատրան։ Ինքը նշանակեց ես պատրացի։ Դրա համար ընդհանրապես դպրոցից հեռացնում են, բայց հաշվի առնելով իմ սովորելը պայմանավորվեցինք, բավարարվեցին ինձ կոմսոմոլի քարտուղարից հեռացնելուց։ Այդպես ինձ պաշտոնան կարացին։ Բայց կարծես թե տարիների ընթացքում ամեն ինչ հարթվեց եւ երբ սովորում եք պոլիտեխնիկական ինստիտուտում կրկին այսպես ասած պաշտոն ունեիք այդ ժամանակ արդեն կոմսոմոլի 3-րդ քարտուղար էիք, հա։ Ընդհանուր հա մինչև ինստիտուտի 3-րդ քարտուղար ասել եմ, սկզբից կուրսի քարտուղար, հետո գիտեք ասեմ ձեզ, ընդհանրապես ես ինքս ակտիվ եմ եղել, կազմակերպչական։ Ես ինքս գտնում որ տղան ընդհանրապես քաղաքացին պետք է լինի ակտիվ։ Այնպես հանրային կյանքից, հասարակական process-ներից պիտի զերծ չմնա։ Ընդ որում ճիշտ կնի որ դա լինի մի քիչ բովանդակային, հա, եւ կոմսոմոլ այդ տեսակետից հավատացնում եմ դες բավականին դրական հատկություններ էր դասիրակում մարդու մեջ։ Օրինակ ասենք թե հրապարական ելույթներ, աուդիտորիա արչիվ համապատրաստից հանդես գալու հմտություն, կարողություն, բառապաշար, գիտելիք, դրանք շատ օգտակար են։ Իհարկե։ Իսկ ինչ կասեք, բյուրականում այս ամենը կարողանում եք օգտագործել, երբ հայտնվեցիք օպտիկա մեխանիկական լաբորատորիայում։ Եթե օգտագործեի, ինձ նորից չէին ընտրել այդտեղ կուրս կազմակերպության քարտուղար, թեպետ Ինչ էիք անում։ Ես ասեմ ձեզ, ես ինքս, տեսեք, ինստիտուտի 3-րդ քարտուղարն է պոլիտեխնիկի, դա բավականին լուրջ ձեռքբերում պետք էր համարել եւ համարվում էր ինչ որ մեկի քաղաքական կարիերայում։ Բայց ես հրաժարական տվեցի։ Ես դուրս եկա, ընդ որում դրա համար շատերը զարմացած են, նույնիսկ կանչեցին կոմսոմոլի կենտկոմ, ես ինչ ես անում բան, որսի այլ մեկնաբանություններ չունես, ես ուսումս փող շարունակել եմ դրսում, դրա համար հրաժարվում եմ, բայց իրականում ընդհանրապես որոշել եմ մասնագիտությամբ գնալ։ Եվ այդպես էլ ընտրեցի իմ մասնագիտությունը եւ ինստիտուտն ավարտելուն պես գնացի բյուրականի օպտիկա-մեխանիկական լաբորատորիա ինժեներ կոնստրուկտոր։ Եվ սկսեցի աշխատել, ասեմ որ աշխատում եմ շատ հրապուրված։ Ինձ ինժեներական գործը, այդ ստեղծագործական այդ սկիզբը, հա, շատ էր ձգում։ Եվ առաջի գործը, գիտեք, բյուրականի մեծ գմբեթի, մեծ աստղադիտակի գմբեթի ֆրագմենտներից մեկի նախագծումն է ինձ հանձնարարել եւ դա ես կատարում եմ մեծագույն պատասխանատվությամբ։ Ես հիշում եմ որ ժամը ընդմիջման չէի գնում, աշխատանքից հետո մնում էի աշխատում էի, ուղղակի դա ինձ ձգում էր, այդ process-ը ձգում էր, հասկանում եք։ Այնտենց կամաց կոլեկտիվ մաշկին շարունակենք ձեր աշխատանքային գործունեության հերթական փուլերը, դա Հայավտո գործարանի արտադրական դիսպեչերական բաժնի պետ, հետո 84-ից 86 թվականները աշտարակի Անուշ կարի ֆաբրիկայի տնօրեն, տրիկոտաժի ֆաբրիկայի, տրիկոտաժի։ Իսկ ինչպես հայտնվեցիք Չարենցավանում։ Գիտեք, ասեմ ձեզ, ինչ որ մի պահից ես հենց նույն ռադիոֆիզիկա էլեկտրոնիկայի ինստիտուտի հատուկ կոնստրուկտորական բյուրոյում ինչ որ մի պահ զգում եմ, որ ես մասշտաբները բավարար չեմ։ Ես պատրաստ եմ ավելի մեծ ծավալների, ավելի մեծ պատասխանատվության, այդպես ասեմ։ Եվ պետք է ասեմ, որ այդ ժամանակ ես միաժամանակ դասավանդում եմ պոլիտեխնիկի ինստիտուտում, կարդում եմ մեխանաշինության էկոնոմիկա առարկան եւ ինքս հակված էի ոչ միայն ինժեներ, այլև նաեւ տնտեսության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ ձեռք բերելու եւ այդպես եղավ առաջարկ տեղափոխվել Հայավտո արտադրական միավորում, դա այն ժամանակ Հայաստանի նոր ձևավորող, բայց գիգանտներից մեկն էր, որի կազմում կար 7 միութենական գործարաններ։ Եվ ես այդ բոլոր 7 միութենական գործարանների աշխատանքը համակարգող պատասխանատուն էի, տնտեսական եւ արտադրական։ Բայց կարճ տևեց դա։ Դրանից հետո ինձ տեղափոխեցին ռայկոմի որոշմամբ տեղափոխեցին աշտարակի կարի ֆաբրիկա, տրիկոտաժի ֆաբրիկա։ Այդ իմ կամքին հակառակ հավատացնում եմ ձեզ։ Իսկ Չարենցավան ձեր կամքով։ Իսկ Չարենցավան չէ, նորից ինձ հրավիրեցին Հրազդանի ռայկոմ եւ ասացին, որ այսօրվանից դուք հանձնում եք Չարենցավանի կարի ֆաբրիկայի տնօրեն։ Տիկին Ռիմային լսենք։ Լսենք։ Պարոն Հարությունյանի հետ ես ծանոթացել եմ 80-ական թվերի վերջում։ Ես այդ ժամանակ աշխատում էի Անուշ միավորումում որպես գլխավոր տնօրեն։ Մենք ունեինք շատ անհաջող ֆիլիալ Աշտարակի ռայոնում եւ մեր գործարանին շատ պետք էր, անհրաժեշտ էր
շտաբ տնօրենի տեխնացու։ Ինձ առաջարկեցին Խոսրով Հարությունյանի տեխնատությունը։ Ճիշտն ասած, մենք երկար զրուցեցինք, համարյա 3 ժամ զրուցեցինք։ Ես իրեն ծանոթացրեցի մեր մասնագիտության նրբերանգների հետ եւ զարմացա, որ ինքը միանգամից ընկալեց եւ համաձայնվեց մեզ մոտ աշխատելու։ Ես շատ երջանիկ եմ եւ կարող եմ ձեզ ասեմ, որ առաջի ցուցահանդեսի ժամանակ Խոսրով Հարությունյանը մեծ հպարտությամբ իրենց ֆիլիալի ստեղծած նմուշների կողք կանգնած էր ցուցահանդեսում Մոսկվայում։ Դա մեծ հաջողություն է։ Ոչ բոլոր տնօրեններն էին այն ժամանակ, ֆիլիալի տնօրեններն էին այդքան խորանում իրանց գործի մեջ։ Ռիմստինան միգուցե ինքը նաև չի գիտակցել, բայց իմ կյանքում ունեցել է շատ վճռորոշ դերակատար։ Շատ վճռորոշ։ Երկու հոգի այդպես դերակատարում ունեցել անկախ իրենց կամքից։ Մեկը լուսահոգի աշտարակի քարտուղարը, ռայկոմի քարտուղարը Մկրտիչ Խաչատրյանն է։ Նա ինձ մեծ օգնություն է ցույց տվել աջակցություն ճիշտ ուղին ընտրել։ Մյուսը Ռիմստն է։ Իրեք նա ոլորտի գիտակն է։ Նա իմ կյանքի ուսուցիչ կարող եմ ասել։ Ես նրան շատ բան եմ սովորել։ Եվ ես որ հայտնվել եմ տրիկոտաժում, միայն իշնորհվ իրան։ Ինքն է ինձ համոզել, որ դա ճիշտ ճանապարհ է։ Հետագայում պարզեցի, որ ինքն է միջնորդել, որ ինձ տեղափոխեն Չարենցյանի կարի ֆաբրիկա։ Հասկանում եք։ Բայց կանք արդեն մի քիչ այլ դարձ։ Կարելի ասել, որ Չարենցավանը ավելի հարազատ դարձավ ձեզ համար, երբ դուք դարձաք քաղաքորթի գործկոմի նախագահ։ Եվ կարելի է ասել, որ սա սկիզբն էր ձեր քաղաքական կարիերայի։ Կարելի է ասել, որ Չարենցավանը նույնիսկ տարիներն անց արդեն ես փաստեցի, որ իմ քաղաքական եւ քաղաքացիական կայացման այս ամբողջ ընթացքում Չարենցավան ունեցավ առանձնահատուկ դերակատարում եւ այդ տեսակետից ես շնորհակալ եմ թե Չարենցավանին, թե Չարենցավանցիներին։ Թեպետ մեր ոնց ասենք թե սկիզբը մեկնարկը այդքան հարթ չընթացավ, իրենք ինչ չեն ընդունել միանգամից։ Բայց դեք նույնիսկ շարժման տարիներին 88-89 թվականներին կարծում եմ Չարենցավանցիները զգացին, որ ես աներկբա նվիրված եմ քաղաքին։ Ու ավելի քան միգուցե քան շատ ու շատ Չարենցավանցիներ։ Պարոն Հարությունյան, եկեք այդ հետոյի մասին հարցնենք հենց Չարենցավանցիներին։ Տեսենք նրանցից մեկին։ Հա, հետաքրքիր է։ Խոսրով Հարությունյանին ճանաչում եմ 1987 թվականից, երբ ընտրվեց Չարենցավանի քաղաքապետ, այն ժամանակվա գործկոմի նախագահ։ Եռանդուն, բանիմաց, աշխատասեր, մարդկային բարձր արժեքներով օժտված, գրագետ, մարդամոտ, այդ պահին պետք էր նման մարդ, որը կարողանար քաղաքի առաջացած բոլոր խնդիրները կարողանալ լուծել։ Եվ ինքը կարողանում էր չնայած դժվարություններին ցույց տալի, որ ինքը դժվարություններ ունի, բայց լուծում էր ամենայն պատասխանատվությամբ։ Չարենցավանցիները վերաբերվեցին այնպես, որ 90 թվականի մայիսին համարյա կարող ենք ասել շատ մեծ տոկոսային հարաբերությամբ ընտրեցին ազգային ժողովի պատգամավոր։ Հիշում եմ 90 թվականին Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահ Վլադիմիր Մարգարյանցը եկել է Չարենցավան, իմիջիալոց ասեմ, մեր թաղամասի, միկրոթաղամասի շենքերի մեծ մասը կառուցվել է Խոսրով Մելիքչի ժամանակահատվածում, որ ինքը գործում էր որպես քաղաքապետ։ Եկել է Չարենցավան եւ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ Սոմի նախագահան կմատնի ցեխոտ հատվածներ, այսպես ասենք, շինարարություն է գնում, ցեխ, փոշի եւ այլն, եւ իր ավտոյի բեռնախցիկից հանեց ռետինե ռեզինե սապոգներ, հակավ, նույնը վարվեց Խոսրով Մելիքիչը, ավտոյի բեռնախցիկից հանեց նաեւ իր սապոգները, հակավ, մտան թաղամասը եւ թաղամասում բանվորական գլխարկներ դրեցին գլուխները, շորեր հական բանվորական, ոչ մեկը չիմացավ, որ այդ պահին թաղամասով շինարարության մեջ խայլում է Հայաստանի Մինիստրների խորհրդի նախագահը եւ քաղաքապետը։ Ամբողջ Չարենցավանը բարևում, ողջունում է եւ ցանկանում է, որ ձեր ուզած ժամանակահատվածում հանդիպեք Չարենցավանցիների հետ։ Շնորհակալ եմ։ Ես պետք է ասեմ, որ ինքս երախտապարտ եմ Չարենցավանցիներին,
Կարծում եմ մենք համատեղ բայց շատ դժվար ճանապարհ անցանք։ Այդ կարճ, ծանր պայմաններում, երբ որ ամեն օր միտինգ էր տեղի ունենում, ամեն օր գործադուր միտինգ, եւ ես չի եղել մի միտինգ, որտեղ ելույթ չունենամ։ Ընդ որում սկզբից ինձ սուլում էին, թույլ չէին տալիս ելույթ ունենալ, չէին ուզում ինձ լսել։ Ես հասկանում էի ժողովրդին։ Բայց կամաց իրենք սկսեցին ընտելանալ, որ կարելի է լսել դա մեկ այլ կարծիք եւս։ Եվ գիտեք, ամենակարևորն էր, որ չարենցանցները համոզվեցին, որ ես չեմ կեղծում իրանց։ Ես իրոք իրենց խնդիրներով ապրում էի։ Ամեն չարենցանցու բնակարան տալու հարց ինձ համար դառել էր պատվի խնդիր։ Պարոն Հարությունյան, ինչպիսին էին ձեր վարչապետության տարիները։ Ծանր։ Տեսեք, մի բան ասեմ։ Ես նշանակվել եմ վարչապետ 92 թվականի օգոստոսի 1-ին, օգոստոսի 3-ին Աբխազիա երկաթգիծը փակվեց եւ ընդմիշտ։ Այսինքն 2 օրից հետո մենք հայտնվեցինք խուլ շրջափակման մեջ։ Մինչդեռ հանրապետությունը պետքա ապահովեր անհրաժեշտ ապրանքներ այդ ծննդամթերքով, իսկ որևէ վերգետնյա ճանապարհ այլևս գոյություն չունի, բայց դա պետք էր կազմակերպվեր։ Եվ մենք կարճ ժամանակամիջոցում անապայից միջև Պիտիգորսկ կազմակերպեցինք պահեստներ, ամբողջ միությունից հավաքում էինք ապրանքներն այնտեղ եւ կարճ թռիչքներով բերում էինք ներկրում էինք Հայաստան։ Հեշտ էր։ Դու չգիտեմ, իհարկե հեշտ չէր։ Դժվար։ Բայց պետք էր անել։ Այսօր հետ հայացքով երբ նայում եք ձեր քայլերին այդ տարիների ինչը կփոխեք, եթե փիլիսոփայորեն նայենք հարցին, ոչ թե կոնկրետ։ Գիտեք, անկեղծ պետք է ասեմ, ես չեմ տեսնում որևէ փոխելու հնարավորություն, որևէ փոխություն կատարելու հնարավորություն, որովհետև շատ բաներ մեզանով պայմանավորված չէր, ցավոք սրտի։ Բայց այդ ժամանակ ես օրինակ առաջ քաշեցի այն թեզը, որ շրջափակումը մեզ ընդամենը 25%-ով է խանգարում։ Իրականում դա այդպես չէր։ Եվ լրագրողները կարճեցին այդ 25%-ից։ Բայց ես ասում եի դա նրա համար, որովհետեւ մենք այդուհանդերձ հույսը դնենք մեզ վրա։ Որ մենք ասենք, որ մենք ենք պատասխանատու, հաց մենք պետք է աշխատենք այդ հացը։ Եթե հաց չկա, մենք պետք է ձևավորենք։ Այսինքն դա շատ էական է, հույսը դնես քո վրա։ Թեպետ իրականում շատ բաներ մեզնով պայմանավորված չէին։ Պարոն Հարությունյան, առաջարկում եմ այս պահին լսել ձեր ընկերներին, գործընկերներին։ Դա միակ վարչապետն է, որ իմ հիշողության մեջ մնացել է, որ անմիջապես պաշտոն ընդունելուց նա մտածեց ստեղծագործ մտավորականության մասին։ Հերոստատեսային մի հաղորդման ժամանակ հաղորդավարը երբեք չեմ ասի, որ հաղորդումներ դա, հաղորդավարը տանում էր ուրիշ կողմ, ուրիշ աշխարհ բոլորովին, որը չէր սազում Խոսրով Հարությունյանին, բայց ինքը հերոսաբար ամեն ինչ տարավ դեպի իր ընտանիքը։ Իսկ իմ խորին համոզմամբ, եթե մարդը պատասխանատու է զգում իր ընտանիքի համար, պատասխանատու է զգում նաև մեր բոլորի մեծ ընտանիքի պետության համար, եւ ես համատեղ աշխատանքում ամեն օր, ամեն նիստի ժամանակ, ամեն հերոստատեսային ելույթի, ազգային ժողովի ելույթների ժամանակ զգում եմ, որ նրա մեջ դա հավատամք է։ Ինքը հետաքրքիր է այն առումով, որ ինքը անձամբ շատ հետաքրքրասեր մարդ է, շատ ժամանակակից։ Եվ ժամանակակից լինելով հանդերձ միևնույն ժամանակ նա բավական պահպանողական է ազգային արժեքների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ ինքը ինչ-որ ներքին պահանջ ունի հանրության հետ զրուցելու։ Իդեպ հանրություն բառը ինքը ամենից շատ է օգտագործում, որովհետև ինքը իրեն զգում է հանրության առաջ պատասխանատու մարդ։ Այնքան փորձ է կուտակել, հա, այնքան գիտելիքներ կան, որ օրինակ անձամբ ես կուզենայի, որ մեր երիտասարդները ավելի շատ հնարավորություն ունենային նման մարդու հետ շփվելու։ Ինձ համար անակնկալ էր, բայց շատ հաճելի անակնկալ, որ ես պետք է խոսք ասեմ։ Ուղղված ձեզ։ Ուրախ եմ այս անակնկալի համար, ինչու, որովհետև ես երբեք ձեզ նայելով ձեր դեմքին, ձեր աչքերին չէի ասի ոչ մի դրական բան ձեր մասին։ Հիմա դուք ինձ չեք տեսնում, ես ձեզ չեմ տեսնում, բայց ձեր հասցեին ուղղում եմ լավագույն խոսքերը, լավագույն մաղթանքները եւ ուզում եմ, որ դուք այսուհետև եւս ծառայեք եւ ձեր ընտանիքին, եւ ձեր մեծ ընտանիքին, եւ ձեր հարազատ հայրենիքին ու միշտ գեղեցկացնեք ձեր ընկերների շրջապատը, միջավայրը ու ես ուրախ եմ, որ ինձ համարում եմ ձեր ընկերը։ Ոչ թե ընկերուհին, այլ ընկերը, բարեկամը, ըստ որում անդավաճան բարեկամը։ Մեր հանրային խորհրդի պատվավոր անդամ Խոսրով Հարությունյան։ Ասում ձեզ շատ պարտավորեցնող խոսքեր է սրանք։ Հավատացնում եմ ձեզ։ Պարոն Հարությունյան, կանք արդեն անձնական դաշտ։ Ինչպիսին եք դուք ձեր ընտանիքի համար այն ժամանակ, երբ ձեր աշխատանքը ավելի լարված էր, ավելի խիտ էր եւ այսօր։ Մի բան կարող եմ ասել։ Լևին Աշյանի պատասխանատու։ Միշտ։ Միշտ։
Ես կարծում եմ, որ տան մեծ լինելը դա իրավունք չի։ Դա նախ եւ առաջ պատասխանատվություն։ Իսկ տեղյակ եք տան անդամներից իրենց ինչքան հնարավոր է։ Ես աշխատում եմ իրենց կյանքով ես փորձում եմ ապրել։ Օրինակ ես իմ թորների ամեն ինչի մասին տեղյակ եմ։ Այդ թորներից ամեն ինչից եմ տեղյակ։ Քանի թորնիկ ունեք եւ Ես հիմա 4 թորնիկ ունեմ։ Եվ ինչ են նրանք ձեզ համար։ Հերթական մի հատ խոստովանություն լսեմ էլի։ Գիտեք, ես կարծում եմ, ես մի բան պետք է ասեմ, կարող է նույնիսկ շատերի համար զարմանալի թվա, բայց ես խնդրեմ, շատերի համար զարմանալի թվա, ես երբ որ իմ առաջնեկը ծնվեց, աղջիկ էր։ Ես հանկարծակի զգացի, որ ես իմ տղայիս սկսեցի ավելի շատ սիրել։ Հավատացնում եմ ձեզ։ Ինձ մեջ շատ բաներ փոխվեցին։ Միջավ այդ ծնող էի, բայց այդ պահին, չգիտես ինչու, ինչ որ մի բան մեջ ես արթնացավ, ես նույնիսկ կնոջս հետ եմ այս հարցով կիսվել, նույնիսկ կարոտում էի, չեմ թաքցնում։ Իրականում կարծում եմ թորնիկները մեր կյանքի բովանդակությունն են։ Զավակներից նրանք տարբերվում են։ Զավակը ինչ որ միտեղ պարտավորության էլեմենտ է իր մեջ կրում։ Թորնիկը բոլորին այլ բան է։ Թորնիկը վայելք է։ Հա, թորնիկը այն է, որին դու բաղձալ սпасել ես։ Թորնիկը քո կյանքին նոր իմաստ, նոր բովանդակություն, նոր խորհուրդ հաղորդում, ընդ որում որակապես նոր պարտավորություններով։ Դու ծնող չես, բայց ծնողից պակաս չես։ Սա կարծում եմ շատ հետաքրքիր է։ Օրինակ ես երջանիկ եմ նրանք, ովքեր թորնիկ ունեն։ Ես կարծում եմ, որ հենց հիմա ժամանակն է լսենք ձեր ընտանիքի անդամներին։ Պատրաստվում եք։ Միշտ հենց մտածում եմ պապիկի մասին, միշտ այդ բառերն են գալիս իմ մտքին, գալիս են նախ եւ առաջ խիստ, երկրորդ հերթին բարի, միշտ ինքը համ խիստ է, համ բարի։ Ինքը մեզ միշտ ասում է, եթե դուք օրինակ ինքը միշտ կենտրոնացել է սովորելու վրա։ Ասում է ամենակարևոր բանը, ես միշտ հիշում եմ այդ նախադասությունները իմ կյանքում կհիշեմ, ասում է ամենակարևոր բաները Լինա ջան, իմացի, սովորելն է։ Եթե դու սովորես, միշտ ցախ կյանք դու ամեն ինչից սովորում ես, աշխատելուց ես սովորում, սովորելուց ես սովորում, նաև ապրելուց ես սովորում։ Ու ինձ ասել է, եթե դու սովորես, միայն քո հիմիկվա պարտականությունը այն է, որ դու սովորես։ Եթե դու սովորես, լավ, ուրեմն ամեն ինչ ուզես, ինչ բյանից դուրս գա, ես քո համար կանեմ, մենակ թե դու սովորի։ Մեծ հաճույքով են ամեն ինչ անում իրանց համար։ Երբ որ ինչ-որ բան լինի, երբ որ ես տխուր լինեմ, երբ որ ինչ-որ խնդրեմ լինի, ես միշտ գիտեմ, որ զանգում եմ պապիկին, ինքը կարող է սկզբի առաջի 2 րոպեն ջղայնանա, բայց հետո կասի, լավ, ի՞նչ է պետք անել։ Ոնց ենք այս հարցը լուծելու, եկեք արի քննարկենք, տեսնենք ոնց ենք հարցի լուծում ստամ։ Երբ որ առաջի օրը ես մտա իրենց տուն, ինքս ինձ շատ ջերմ ընդունեց եւ ասեց այսօրվանից ինձ խնդրում եմ պապա ասա, բայց ասեց սկեսուրիդ ոնց կուզես դիմի, բայց ինձ պետք է պապա ասես ու դրանից հետո ես մի րոպե չեմ մտածել եւ որտեվ շատ ցանկություն կար իր այդ ասացի մեջ եւ կյանքը ցույց տվեց, որ դա հենց նենց բառեր չէր։ Հայրս իմ կյանքում բացառիկ նշանակություն ունի։ Կարծում եմ ինչպես եւ յուրաքանչյուր դստեր համար իր հայրը։ Ինչպես եւ շատերը, ես նույնպես ժամանակին հաճախում եի երաժշտական դպրոց, թերևս առանձնահատուկ սեր դաշնամուրի հանդեպ չունեի։ Սակայն հայրս պնդում էր, որ երաժշտական կրթությունը անհրաժեշտ է բազմակողմանի զարգացած մարդ լինելու համար։ Եվ որպեսզի խրախուսի իմ դասերը ամեն օր աշխատանքից հետո, չնայած իր հոգնածությանը, նա նստում էր կողքիս եւ մի քանի ժամ, 3-4 ժամ համբերատար լսում էր բոլոր այդ գամաները եւ էտյուդները անվերջ։ Եվ այդպես ամեն օր մի քանի տարի։ Հայրս օրինակելի մարդ է լինելու իմ կյանքում եւ ես ցանկանում եմ ամեն ինչ անել, որպեսզի նա միշտ կարողանա հպարտանա ինձնով, իմ երեխաներով, իմ ընտանիքով։ Մենք քեզ սիրում ենք, պապիկ։ Դա հետաքրքիր եք պատրաստվել։ Հետաքրքիր է նաև մեզ, բայց պետք է ավարտենք։ Պարոն Հարությունյան, փոքրիկ հարց կարճ պատասխանով, ինչ երազանք ունեք։ Թորներից ապագան լավ լինի, առանց վերապահովելու։ Շատ շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ եկաք մեր տաղավար, հուսով եմ դուք էլ վայելեցիք։
վերջին 30 րոպեներում։ Շնորհակալ եմ, իրոք։ Դե ինչ ավարտում ենք ծրագիրը, պարզապես ուզում եմ հիշեցնել, որ այսօր մեր հյուրն էր Խոսրով Հարությունյանը, կհանդիպենք